Երրագլուխ կուսակցության լիդերների պատկերացած խաղաղությունը էտա, որ իրանց կազինոներում ապրեն, սահմաններին տեզնե 5-ով, 10-ով և հիմա էլ իրանք այդ ստահակները, հիմա էլ զոհերի թիվը, որտից են վերցրել, մեկը վերակենում են բանը, ասել է հիմա։ Մեկը 5000 զոհ, մեկը 7000 զոհ, այսինքն այդ առնախումներին քիչ է, հասկանում եք, քիչ է այն զոհերը, նրանք չեն կարողանում տանել, և ասում եմ, իրանց ժամանակներում այդ շարունակակ ամենակարևոր առանձնահատկությունը, այդ իրանց երեխեքը չեն եղել զոհվողները, իրանց երեխեքը ասում եմ, դիրքերում և սահմանում, բացի լուսանկարվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածից 10 վայրկյան ավել չեն մնացել։ Հենա, իսկ իրանց երեխեքը, հենա մեկը կա, եկել է մեծ խոսում է, Բելարուսի նախագահին է պաշտպանում Հայաստանի Հանրապետությունում, որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է և հիմա փախած է և բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես պախնելու ոչ մի տեղ, չես պախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու, Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու, ոչ մեկ չի փրկելու, այ դուք տենց եք, դուք Ղարաբաղի մասին խոսում եք, դուք Ղարաբաղում մի հատ չեք կրակել, դուք կրակել եք Տեցի կռուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում, գլուխներդ պատին կտակ, չոքցրած, բոլորիդ բերելու եք պատասխանատվության, ծանուկ անգագիք, լեզուտ երկար էլ, ես քեզ ասում եմ, լակոտիդ, Բելարուսից վզից բռնած բերելու եք և բերելու եք դրել պատասխանատվության։ Մեկ էլ են գալուգացի մեկը կա, մեկ է գագուն, ասպա մենք մեր ոչ մեկի ասած ասպա չեն կանի, իրանք ասպա մեզ ինչ-որ կասեն, նախ լսեք երկուստ էլ, որ մենք ուզենայինք, որ դուք բան անեք, դուք հլու հնազանդ անող եք, դուք կյանքում ինքնուրույն բան առած չկաք, դուք առանց ձեզ ասելու բան առած չկաք, ուրիշ բան, ձեզ թվում է հիմա ձեզ պապա եք գտել։ Որբ եք մնալու, որբ։ Նրանք ովքեր գտնում են, որ պապա են գտել, որբ եք մնալու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում պապա էլ, մամա էլ, կարող լինի միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ուրիշ ոչ մեկ։ Ուրիշ ոչ մեկ։ Եվ հետևաբար, դուք հնազանդ, բոլորիդ եմ ասում, ուրա, ով նայում են հիմա տարբեր տեղերում, հանուն Հայաստանի, հանուն խաղաղության, հանուն ապագայի, հանուն պետության, և ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց կարևոր է նաև արձանագրել ինչու ենք քվեարկում 16-ին, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Շենգավիթին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Գիտեք խնդիրը որն է, որ ես ձեր ասած բոլոր հարցերին հատ-հատ ժամերով, օրերով պատասխանել եմ ելույթներով,
հոդվածներով, հարցազրույցներով։ Հիմա ձեր բարձրացած մի հարց չկա, որին ես պատասխան չեմ տվել։ Դուք պատասխանը ես ոնց հասկացել եմ, ընկերներն ոնց հասկացել եմ, դուք ձեր պատասխանը գիտեք որն է։ Դուք ասում եք ազգասիրությունից դրդված եմ դա արել։ Արդյոք դա հարիր է եղել ազգասիրությունից։ Միգուցե մեր նախկին ղեկավարներն էլ կարային մի բան ասեն, չէ՞։ Ումով չէր ուզում այդպես բան ասել։ Նախկինում ղեկավար չեք ում։ Մի րոպե, սպասի։ Նախկինում ղեկավար չեք որոշելով անունը ձեր ղեկավարը։ Ես դա դեմ չեմ էլ վիճում։ Դե բա ինչ եք, ձեր ուզած Բան չի դեմա ձեր վեճը։ Որ Ղարաբաղը կորցրել են։ Ղարաբաղը կորցրած են եղել սկզբանե։ Մենք Հայաստանն ենք կորցնելի սեղը եւ ես երբ որ հասկացել եմ որ Հայաստանը կորցնում ենք, իմ խնդիրն է եղել Հայաստանը պահել եւ կայացնել որպես պետություն։ Եվ մենք Հայաստանը կայացրել եւ պահել ենք որպես պետություն։ Ապացույց, այսօր Հայաստանը միջազգային այնպիսի հեղինակություն ունի, որ իր պատմության ընթացքում չի ունեցել։ Երկու մի ամիս առաջ, մի ամիս չկա, 10 քանի օր առաջ, տեսակ ինչ տեղի ունեցավ։ Լավ էր թե լավ չէր։ Շատ լավ էր։ Ձեզ աջակցություն չէր դա որպես։ Ես շատ լավ այդքան։ Ձեզ էր աջակցությունը, ինչի էր ինձ աջակցություն։ Բայց դուք Հայաստանը չեք։ Բայց ձեզ ինչով աջակցություն չի։ Այդ սպառազինությունը, որ ձեռք ենք բերել, ինձ համար եմ ձեռք բերել։ Թոշակները, որ բարձրացրել եմ ինձ, ծնող ունեք դուք։ Քանի տարեկան է։ Մոտորես թոշակ է գնալ, մոտ Ասենք առողջության ապահովագրության համակարգից որ օգտվելու է վատ, որ թոշակը բարձրանալու է։ Բայց էտա Ղարաբաղի շարժումով մեզ դրել են թակարդի մեջ, որ թոշակը չբարձրանանք, ասենք Ղարաբաղի համար, աշխատավարձ չբարձրացնենք, ասենք Ղարաբաղի համար, զինվորներին տանենք բանակ թալանեն, ասենք Ղարաբաղի համար։ Եվ ոչ, մանիպուլյացիան Ղարաբաղի հարցն է եղել եւ մենք տրված ենք եղել այդ մանիպուլյացիաներ։ Եվ ես ուրախ եմ, մարդիկ ինձ ոնց են դիմավորում։ Շատերը կողմ են ձեզ, ոչ ման չի։ Շատերը կողմ են, գիտեք ինչի համար, որովհետեւ ես ի տարբերություն մյուսների դուխ եմ ունեցել այդ ճշմարտությանը նայել եւ այդ ճշմարտությանը բարձրաձայն եմ։ Ոչ թե հազար ներողություն էլի, ոչ վարչապետական բառապաշարի համար, չեմ ասի, չէ, ուրիշ ձեզ հետ կապված չէ, ոչ թե չքմեղացել եմ, այո, գիտեք ես ինչ եմ ասել Արցախ Հայաստան եւ վերջ։ Ցավալ ինչի։ Բա որովհետեւ եթե Արցախը Հայաստան եւ վերջ չէր, այդ շարժումը ինչի համար էր եւ ինչի մասին էր։ Այդտեղում ապրող ժողովրդի Այդտեղում, լսի դուք Ղարաբաղում քանի անգամ եք եղել։ Ղարաբաղում ժողովուրդը չի ապրել, Ղարաբաղում ժողովուրդը եղել է քոչարյանասերժական կլանի պատանդը, որ իրանք Ղարաբաղ անունը ասելով իշխանությունը Հայաստանում պահել։ Ղարաբաղի ժողովուրդը հիմա է ապրելու եւ Հայաստանում ապրելու, որտեղ տուն է ունենալու, խաղաղություն է ունենալու, աշխատանք է ունենալու, սոցիալական երաշխիք է ունենալու։ Ես հուսամ որ տենց է կլինի։ Դու համոզված եղեք որ տենց էլ կլինի։ Եկեք մեզ հետ քայլեք, շփվեք, տեսեք որ տենց էլ կլինի։ Ավել պակասի համար է կներեք ինձ։ Հայրիկը ձեզ արդեն ինչքան ժամանակ ուզում մոտենալ։ Տները ոչինչ որ գրկեմ ձեզ։ Վայ, Ես քեզ շատ, այսինքն բոլորի պետները փոխել են, ես միշտ չեմ թողել, որ քեզ մի բան ասել։ շնորհակալ եմ դրա։ Մեսյանի համար էլ եկել են, որ մի հատ։ Ես իմ ձեռքով սենց փակցնեմ։ Շնորհակալ կլինեմ շատ ապրես։ Լավ է, լավ է դրամատուրգիա։ Հիմա շատ, բայց առավոտ գնացի այնտեղ էի սպասում։ Որտեղ։ Նեժդեհի հրապարակ։ Դե սենց մենք մի քիչ քաոտիկ ենք քայլում, կներեք որ ձեզ սպասեցին։ Ես այնքան գոհ եմ ձեզանից, չափ ու սահման չկա, չեմ կարող նկարագրել։ Ես եմ ձեզանից գոր եւ պարտավորեցնող եմ, Սա ունեմ ես, մեկ ուրիշին տվեք։ Շատ լավ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Մեր ալիքը մեկ էլ ընտրեն եմ նայում ռուսական։